Բարի գալուս սիրելի եկեղեցի, ողջունում եմ բոլորիդ, Աստված օրհնի բոլորիդ, միջև որ կնստեք, եկեք միասին ասեք, նրա մեջ հաղթող եմ ես, ամեն, նրա մեջ հաղթող ենք մենք սիրելի եկեղեցի, չվախենակ ոչ մի բանից, նստեք մեր հաղթանակած Աստծո սուրբ ներկայության մեջ, հալելույա, Փառք Տիրոջը, շնորհակալություն սիրելի փառաբանության թիմ, Աստված օրհնի ձեզ, զորացնի, ավելի բարձրացնի, որ ավելի ուժեղ ճեղքեք երկինքը, Փառք Տիրոջը սիրելի եկեղեցի, այն բանի համար, որ այսօր ունենք մենք, Փառք մեր Տիրոջը այս լավ հնարավորության համար, ամեն, գիտեք, որ այս աշխարհում մենք շատ երջանիկ մարդիկ ենք, գիտեք ինչու, որովհետև մենք ունենք եկեղեցի այս անօրեն աշխարհի մեջ, որովհետև մենք ունենք վայր, որտեղ կարելի է գալ եւ մեր գալով բերել Տիրոջ ներկայությունը, որից հետո վայելել նրա սուրբ ներկայությունը միասին, ամեն, մեր քույրերով ու եղբայրներով, մեր Տեր Հիսուս Քրիստոսով, Փառք մեր Հիսուսին, սիրելի եկեղեցի, ես շատ ուրախ եմ, որ կանգնել եմ ձեր առաջ մեծ պատասխանատվություն կա իմ վրա, այստեղ կանգնող ամեն խոսացողի վրա կա մեծ պատասխանատվություն, բայց մենք ամեն բան կարող ենք մեզ զորացնող Քրիստոսով, ամեն, երբ որ մենք այստեղ ենք կանգնում, նրա անունի համար, նա է խոսում մեզանով, որովհետև մենք նրա ծառաներս, մենք նրա խոնարհներս, նա խոսում է մեր միջոցով, իրա ծառաների միջոցով, ամեն, այսօր մի փոքրիկ դրա մասին եմ խոսալու ծառայողների հետ կապված, սիրելի եկեղեցի, այսօր ես խոսելու եմ այնպիսի բաների մասին, որոնք որ մեր կյանքում տեղի են ունեցել, տեղի են ունենում և տեղի են ունենալու, ես այսօր խոսելու եմ Աստծո սերը մեր, իսկ մեր սերը Աստծո նկատմամբ ու աշխարհիկ թե հոգևոր քրիստոնյա, հետաքրքիր է չէ արդեն, մինչև 3 չառաջի օրը ես ես մոտավորապես մի ամիս է պատրաստվում եմ, որ այսօր պետք է կիսվեի ձեզ հետ իմ հայտնություններով, բայց 3 չառաջի օրը, երբ որ ուզում էի պատրաստվել արդեն ինչ-որ բաներ կար գրառելու, Սուրբ Հոգին ընդհանրապես փոխեց թեման, թե ինչի մասին պետք է խոսայի, ասեցի, բայց մի ամիս է ես իզուր եմ պատրաստվում, ասեց չէ, իզուր չէր, դու շատ բաներ սովորեցիր ես մի ամսվա ընթացքում, բայց ես չեմ ուզում, որ դրա մասին խոսաս, ես ուզում եմ, որ այսպիսի բաների մասին դու խոսաս, ինձ էլ ինչ էր մնում խոնարհվել, ամեն, ասում է թող խոնար եղբայրը բարձրինա իր բարձրությունով, այնպես որ խոնարհների Տերն է մեր Աստված, սիրելի եկեղեցի, ինչպես մենք գիտենք, մեր Աստված միակ ու ճշմարիտ Աստվածն է, այն ամենը, որ կա բացի մեր Աստծուց, որին որ մարդիկ ցավոք պաշտամունք են տալիս, այդ ամենքը կուռքեր են, և այդ ամենը սնոտիապաշտություն է, որը որ շատ ցավալի է ու փաստ, դրա համար ես ուզում եմ, որ մենք զգոն լինենք, քրիստոնյա աշխարհը պետք է զգոն լինի, որովհետև միակ մեր Աստվածն է, միայն մեր Աստվածն է, որ մեծատառով է ու տերերի Տերն է ու միակն է, ամեն, որը որ կենդանի Աստված է, ում անունը ամեն ժամանակ մեծատառով է գրվել, առաջին պատվիրանը սիրելիներ մենք բոլորս քաշ ծանոթ ենք, երկրորդ օրինաց 6:5-ից կուզեմ կարդալ, սիրիր քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ ուժով, սրա մեջ մեծ խորություն կա սիրելի եկեղեցի, ինչպես ենք մենք սիրում մեր Աստծուն, մենք մեր Աստծուն ինչի համար ասեցի աշխարհիկ թե հոգևոր քրիստոնյա, հա, մենք լավ գիտենք, հա, որ կան աշխարհիկ քրիստոնյաներ, կան հոգևոր քրիստոնյաներ,
Այսինքն մեզանից ոմանք, միգուցե շատերս, ինձանից սկսած, ես եղել եմ աշխարհիկ քրիստոնյա։ Շատ երկար տարիներ, քան որ արդեն դարձել եմ հոգևոր քրիստոնյա։ Սիրելի եկեղեցի, այսօր իմ կոչն է լինելու, որպիսի եթե կա աշխարից բաներ մեր մեջ մնացած, բոլորը մերցնենք մեր կյանքերի մեջ, որպիսի դառնանք ճշմարիտ հոգևոր քրիստոնյաներ, որպիսի լինենք այս աշխարհի աղը ու լույսը, ոնց որ մեր Տերն է ցանկանում։ Ամեն։ Ասում է քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ ուժով ու ամբողջ սրտով։ Այս խորությունը, որ մենք հասկանանք այնպես, ինչպես որ գրված է, մեզ կարելի ասել է ուրիշ բան պետք չի։ Երկրորդ պատվիրանն էլ ասում է սրա նման է, չէ՞, սիրիր քո ընկերոջը քո անձի պես։ Շատ նման է առաջի պատվիրանին, որը որ մենք պետքա շատ թանկ պահենք։ Եթե այս երկու պատվիրանները առաջնահերթ տրված ամենամեծ պատվիրանները մենք պահենք մեր կյանքում, համարենք, որ բոլոր պատվիրանները արդեն պահված են, որովհետև այն մնացած պատվիրանները այս պատվիրանների թիկունքում են։ Եթե այս երկուսը հստակ մենք ունենք մեր կյանքերի մեջ, մնացած բոլոր պատվիրանները ինքնին կլինեն մեր կյանքերի մեջ։ Ամեն։ Տիրոջ պատվիրանները սուրբ են։ Դրա համար պետք է սրբորեն մոտենալ դրանց, զգուշորեն։ Այս խոսքերը, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, քո սրտում լինեն։ Դրանք կրկին սովորեցրու քո որդիներին։ Խոսիր դրանց մասին քո տանը նստած ժամանակ, ճանապարհ գնալիս, պարկելիս եւ վեր կենալիս։ Դրանք որպես նշան կապիր քո ձեռքին, դրանք ճակատանոց թող լինեն քո աչքերի միջև։ Դրանք նաև գրիր քո տան դռանտիքի վրա եւ քո դռների վրա։ Շատ հետաքրքիր խոսում է, շատ մանրակրկիտ բացատրում է։ Ես սիրում եմ, երբ որ մեր Տերը խոսում է, որովհետեւ երբ որ մեր Տերը խոսում է, այնց մանրամասն բացատրում է, որ այն անգամ այն մարդը, ով որ ունի ինչ որ հասկացողության հետ խնդիրներ, այդպես մանր խոսում է, որ անգամ այդ մարդու համար հասկանալի լինի։ Սիրում եմ Աստծո խոսքը։ Ամեն։ Սիրելի եկեղեցի, երկրորդը Ղևտացիների 26 առաջինը։ Ձեզ համար չհաստվածներ եւ կուրքեր չկերտեք։ Ձեզ համար արձաններ չկանգնեցնեք եւ պատկերավոր կոթող չդնեք ձեր երկրում։ Դրան երկրպագություն անելու համար։ Այստեղ կուզեմ մի փոքր կանգ առնենք։ Այսօր մենք լավ գիտենք, որ քրիստոնյա աշխարհում շատ երկրներում կան արձաններ, կոթողներ, չէ, անգամ որ չի կարելի ըստ Աստծո խոսքի, որ կարդում ենք, հատկապես Տեր Հիսուս Քրիստոսի պատկերով արձաններ կառուցել։ Այսօր ես շատ եմ ցավում, որ մեր քրիստոնյա աշխարհում կա այդ բանը, բայց քրիստոնյա աշխարհը լռում է, որովհետև չգիտեմ ինչու։ Չգիտեմ։ Միգուցե հնարավորություն չունի, միգուցե չգիտեմ երկրի կողմից վախենումա կհալածվի, միգուցե օրենքները թույլ չեն տալի այն երկրի, որտեղ որ բնակվում են տվյալ քրիստոնյաները, չգիտեմ, կարող են լինել տարբեր պատճառներ։ Բայց ես այսօր չեմ ուզում խոսել այդ պատճառների մասին, ես ուզում եմ խոսել այն չհաստվածները, այն կուրքերը, որ կանգնած են մեր երկրներում, մեր քրիստոնեական երկրներում, մեր Տերը գիտեր, որ լինելու են այդպիսի բաներ, ու երբ որ մենք կարդում ենք Աստվածաշունչը, մենք տեսնում ենք, որ դարերի ընթացքում եղել են շատ արձաններ, թագավորների արձաններ, չգիտեմ, կենդանակերպ արձաններ, տարբեր բաների տեսքով արձաններ, մարդիկ էլ արձաններ չեն շինել, սկսել են պաշտել ինչ որ, չգիտեմ, աստղերի, արևի, լուսնի, որի մասին նորից խոսում է Աստվածաշունչը, նորից մանրակրկիտ շեշտում է հատ առ հատ բոլոր երկնավոր իր ստեղծված բաների մասին,
Բայց մենք լավ գիտենք ու պետք է լավ հասկանանք, սիրելի եկեղեցի, որ Տերը մեզ նախապես զգուշացրել է, որ ասում է կոթող չդնեք ձեր երկրում դրան երկրպագություն անելու համար։ Մեր Տերը գիտեր, եթե այդ կոթողները կառուցվեն, հասնեն իրենց նպատակին, դրանից հետո ծնվելու է ինչ? Երկրպագություն դրանց։ Ես այսօր աղոթում եմ, որ մեր Հայաստանում պետք է ծնվի, չգիտեմ, լինելու է դա թե չէ, բայց կարելի ասել 99% եղած է, որ Հիսուսի արձան են ուզում կառուցեն, շատերը դեմ են, շատերը կողմ են, եկեղեցիկա լռում է, եկեղեցիկա չի լռում, հա? Բայց ես էլ չեմ լռում, մեր եկեղեցին էլ պիտի չլռի, մենք դեմ ենք ամեն տեսակի արձաններին, որոնք որ բերելու են կռապաշտություն մեր ժողովրդի համար, սիրելի եկեղեցի։ Դա լինելու է ինստինքտյան։ Մարդիկ թող խոսեն, ասեն, դա ուղղակի որպես տուրիստը զարգացնել, մարդիկ թող խոսեն որպես երկրի բյուջեն լցնել, բայց տուրիզմը զարգացնելու համար, երկրի բյուջեն լցնելու համար կան հազարավոր բաներ անելու, որ կարող են անել մեր ղեկավարությունը այդ ամենը անելու համար։ Այդ ամենը աշկաթող են արել ու այսօր մտել են նրա մեջ, ինչը որ մեր Տերը արգելում է, սիրելի եկեղեցի։ Ես այսօր այստեղ կանգնած որպես դատավոր չեմ, ես չեմ դատում, դատավորը մեր Աստված է, սիրելի եկեղեցի։ Ես ուղղակի ուզում եմ Աստծո խոսքի հետ զուգահեռներ անցկացնել, այն խոսքը, որ այսօր պատրաստել եմ ես, ուզում եմ զուգահեռ անցկացնել այսօրվա մեր աշխարհի հետ, այսօրվա մեր լուր իրականության հետ, հա, որ լռում է այդ իրականությունը, որի հետևում ես հստակ համոզված եմ, որ Տերը կանգնած չի, թշնամին է կանգնած։ Դրա համար մենք պետք է թշնամու գլուխը ջախջախենք ու տեղիք չտանք։ Եթե արձաններ էլ լինեն կանգնած, չգիտեմ քանի մետրանոց արձան, ինչ գեղեցիկ արձաններ ուզում լինեն կանգնած, մենք պետք է չերկրպագենք։ Մեր երկրպագությունը մեր կենթանի Աստված է։ Նորմալ է, որ մենք մեր կենթանի Աստծուն, մեր Տեր Հիսուսին թողենք, բայց նրա պատկերով ու տեսքով, չնայած որ կոնկրետ ոչ մեկ էլ միջև հիմա չի կարա մեր Տեր Հիսուսի պատկերը պատկերին հենց ոնց որ ինքը կար, դարերի ընթացքում փոփոխվել են, պատկերներ նկարողները փոխվել են, եւ այլ մենք չգիտենք այսօրվա պատկերները որ կան, այն սրբապատկերները մեր Տեր Հիսուս Քրիստոսի որ տեսքն են խորհրդանշում, մենք չգիտենք ընդհանրապես համապատասխանում է թե չէ, բայց սիրելի եկեղեցի, ես ուզում եմ, որ մենք լինենք կենթանի Աստծուն պաշտողներ ու երկրպագողներ, ոչ թե չաստվածների, եւ սովորեցնել մեր սերունդներին, սիրելի եկեղեցի, ինչպես որ ես կարդացի։ Ու հետո շարունակությունը այսպես է ասում Տերը, որովհետև ինչի համար ասում չանեք երկրպագություն նմանատիպ բաների, ասում է որովհետև ես եմ Տերը ձեր Աստվածը, հալելույա, փառք Հիսուսին, սիրելի եկեղեցի, նա է միակ ճշմարիտ Աստվածը, կենթանի Աստվածը, ամեն։ Գործք առաքելոց 17:29 խոսքից կուզեմ կարդալ, արդ քանի որ Աստծո սերունդն եք, մեզ է կոչանում, չպետք է կարծենք, թե Աստվածայինը նման է մարդու արվեստով, նորից նույն բաների մասին է խոսում, եթե դուրս գրեի Աստվածաշնչից, այսօր ժամանակը չէր հերիքի, որ կարդայի այդ բաների մասին, դրա համար սենց կորեկտ մի քանիսն եմ վերցրել, ուղղակի սենց արագի մեջ ընթերցենք, որպեսզի ժամանակի մեջ տեղավորվենք, բայց կտրուկ է, բայց հասկանալի։ Աստվածայինը նման է մարդու, թե Աստվածայինը նման է մարդու արվեստով ու երևակայությամբ քանդակված ոսկու կամ արծաթի կամ քարի, բայց Աստված անգիտության ժամանակներն անտեսելով այժմ մարդկանց պատվիրում է, որ ամեն ոք ամեն տեղ ապաշխարի։ Ամեն ոք ամեն տեղ, չի ասում Բորդոյում, մենակ մեր կյանքի խոսք եկեղեցում, ոչ, ասում է ամեն ոք եւ ամեն տեղ, այսինքն աշխարհի բոլոր ծայրերում ամեն արարած, նման է, չէ, որ մեր Տեր Հիսուսը համբարձվելուց առաջ իր խոսքը տվեց, ասեց գնացեք ամբողջ աշխարհը եւ ամեն արարածի իմ խոսքը տարածեք, ավետարանը ավետարանեցեք։
Այսօր մենք այդ բանի մեջ ենք, սիրելի եկեղեցի, մենք շատ երանելի մարդիկ ենք, որովհետև այսօր մենք Տիրոջ պատվիրանի մեջ ենք գտնվում։ Այսօր մենք եկել ենք աշխարհի այս ծայրը, որ մենք չգիտեինք, որ մենք գալու ենք։ Ձեզանից ոչ ոք, ես հաստատ համոզված եմ, ինչպես ես, բոլորը իմ նման եկած եք այս երկիր։ Միչև այստեղ գալը ոչ մեկը չգիտեր, չէ, որ գալու է այստեղ։ Ու գալու է այստեղ ու ինչ է լինելու իր հետ, բայց արի ուտես Տիրոջ գործերը, սիրելի եկեղեցի։ Դրա համար երբեք չմտածես, որ իզուր է, որ դու այստեղ ես։ Ու երբեք չմտածես, որ իզուր է, որ ես ծառայեմ։ Դե լավ է, գնում եմ եկեղեցի, գալիս եմ, խմբակի եմ մասնակցում, աղոթքի ծառայության եմ մասնակցում, եւ այլ, всё, դե նորմալ է, էլի հերիք է։ Ինչ պարտադիր է, որ ես ծառայեմ, հա, որպես ծառայող։ Հեսա կխոսենք դրա մասին, թե ինչ պարտադիր է, թե պարտադիր չի։ Սիրելի եկեղեցի, ես ուզում եմ հարց տամ ձեզ։ Եղել է ձեր կյանքում, իմ կյանքում եղել է։ Ես հեսա կվկայեմ էլ իմ կյանքից։ Եղել է ձեր կյանքում, որ աղոթեք կամ Աստծուց ինչ-որ բան խնդրեք ու չստանաք։ Եղել է, չէ՞։ Ամեն, դե ասեք ամեն, որ իմանանք եղել է։ Իմ կյանքում եղել է։ Բայց եղել է, չէ՞, որ խնդրել եք ու ստացել եք։ Շատ է եղել, Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին։ Ես իմ աղոթների մեջ սիրում եմ աղոթել. Տեր, շնորհակալ ենք տվածդ ու չտվածդ բաների համար։ Շնորհակալ ենք արածդ ու չարածդ բաների համար, շատ կարևոր է։ Եթե չկա ձեր աղոթների մեջ այս նախադասությունները, ավելացրեք։ Մեծ զորություն կա դրա մեջ ու մեծ խորություն։ Լսել եք, որ Աստծո խոսքում ասում է խնդրեք եւ կտրվի ձեզ։ Ամեն, հավատում եք։ Բայց ո՞նց է եղել, որ բաներ կա խնդրել եք ու չի տրվել ձեզ։ Բաներ կա խնդրել եք ու տրվել է ձեզ։ Ամեն, 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 ամեն։ Սիրելի եկեղեցի, իմ կյանքում էլ բաներ կա, որ ես խնդրել եմ, միջև այսօր ես ունեմ խնդիր, որ այդ խնդիրը միջև այսօր չի լուծվել իմ կյանքում։ Էդի չեմ համարում առողջական խնդիր, ուղղակի, ականջներս էս մի 8 տարի է սվում է, երևի շատերդ գիտեք, եթե ոչ բոլորը։ Ինձ շատ ժամանակ խանգարում է, շատ խանգարում է։ Բայց ես սպասում եմ, իմ համար հովիվներ են աղոթել, այդ խնդրի համար կարիքների մեջ եմ գրում ես երկար տարիներ, աղոթում եմ ես անձամբ։ Այ մարդ չեմ բժշկվում հələ։ Բայց չեմ խռովում Աստծուց, չեմ տրտնջում։ Հիշում եք, մի օր մեր հովիվը լավ քարոզ արեց, տրտունջը աղոթքա ուղիղ սատանային։ Երբեք, երբ որ ձեր աղոթքի պատասխանը չեք ստանում, չտրտնջաք, չհուսալքվեք, չհուսախաբվեք ու չվախենաք։ Սատանան են մռնչացող առյուծի նման, մեկ էլ են խաբեբա, որ կենթանն է խաբեբա, աղվեսն էլ է խաբեբա, չէ, կա նա խաբեբա կենթաններ, շակալը, կարում է խոսար, են խաբեբաների նման գալիս է, ու ականջներից շշնջում է, տեսար, ես 8 տարի է, էլ ինչ տեսակի զորավոր ավետարանիչ, էլ չգիտեմ, մարգարե, էլ հովիվներ, աշխարհի բոլոր ծայրերից ուժեղացված մարդիկ, էլ կարիքներ ես գրում, աղոթում ես, ծոմ ես պահում, տենում ես, որ քո Տերը չի բժշկում։ Այդ ժամանակ ինչ ենք անում, հակառակ աղոթք, պատերազմական աղոթք, ջախջախում ենք Հիսուսի զորավոր անունով սատանայի արդեն իսկ 2000 տարի առաջ ջախջախված գլուխը։ Մի հատ էլ որ մենք ջախջախենք, հոп, բրծավ թեման։ Սիրելի եկեղեցի, կստանաք ձեր աղոթքի պատասխանները, եթե միջև այսօր չեք ստացել։ Բայց նաև եղել է, չէ՞, մեր կյանքում, որ մենք բան ենք ուզել, էդի չենք ստացել, բայց դրանից ավելի կարևոր ու ավելի լավ բաներ ենք ստացել մեր կյանքում։ Ամեն։ Իմ կյանքում շատ է եղել, Փառք Հիսուսին դրա համար, սիրելի եկեղեցի։ Օրինակ բլակիս վրա կիստա կար, հիշում եք մի անգամ վկայեցի, ստուգված է լրիվ բժշկությունով, ռենտգենի թղթերով եւ այլ։ Կիստայի համար մի անգամ կարիք էի գրել, հետո մոռացել էի դրա մասին։ Անցել է, ըհը, մի հատ ուղակի փոքր կարիքների մեջ գրել եմ, չեմ էլ հիշում հետո ով էր աղոթում։ Երևի շատ մեծ հավատքով էր աղոթում, հա։ Մեր հավատքն է մեզ բժշկում, սիրելի եկեղեցի։ Դու ես եղել, Փառք Հիսուսին քո համար։ Բայց արի ու տես, մենք չգիտենք Տիրոջ գործերը, սիրելի եկեղեցի։
Ուրեմն մենք շատ հաճախ բաներ ենք ուզում Աստծուց, հետո որ չենք ստանում, սկսում ենք նեղանալ, սկսում ենք նեղվել, հա? Սկսում ենք խռովել։ Ես այս ամեն ինչը գիտեք ինչ եմ նմանացնում։ Նմանացնում եմ մի հատ փոքրիկ կամակոր երեխայի նման։ Պետք չի մենք լինենք փոքրիկ կամակոր երեխայի նման։ Ժամանակն է հասել, որ մենք հասուն քրիստոնյայի նման մտածենք։ Հիշում եք Պողոս առաքյալը մի հատ լավ խոսք է ասում, քանի դեռ մանուկ էի, մանկան նման էի մտածում ու գործում։ Ասում է, բայց երբ որ մեծացա, մեծամեծ բաները հասկացա ու արդեն մեծ ձևով եմ գործում։ Այս ամեն ինչը հոգևոր էր։ Պողոս առաքյալը այդ ժամանակ որ խոսում էր, լավ տարիքով էր արդեն։ Ինքը հոգևոր բաներից է խոսում, հոգևոր մանկության ու մեծության մասին է խոսում։ Մենք էլ սիրելի եկեղեցի, երբ որ հոգևոր մանուկ ենք, մենք կարանք մի հատ ստից բանից խռովենք, ստից բանից նեղանանք, հա? Գանք եկեղեցի մեկը միամիտ մի քիչ այն չնայի, կարող այդ մարդը ասես մտքերով է բան, իսկ իրա մտքով էլ չի անցե, որ նորմալ չի նայե քեզ, կամ պահի տակ մտքերով ա եղե, քո ուզած ձև չի ողջունել քեզ, չի կարելի նեղանալ, չի կարելի խռովել, հա? Սիրելի եկեղեցի, նմանվողներ չլինենք այդ մանուկներին, հա? Եկեք նմանվող լինենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Պատկերացնում եք մեր Տեր Հիսուս Քրիստոսեն հալածանքի, տառապանքի ճանապարհին իրան երեխայի պես պահեր։ Վայ, ասես շատ է ցավում։ Վայ, ախր ես կարամ այս ամեն Տերը չէր կարա մի հատ սենց աներ, ամեն ինչը հարթվեր։ Բայց կային մարգարեություններ, որ պետքա կատարվեր, հա? Կար կամք, որ պետքա մնար այդ կամքի մեջ։ Դրա համար այսօր էլ կա կամք, որ մենք պետքա մնանք այդ կամքի մեջ, սիրելի եկեղեցի։ Եթե բաներ կա մեր կյանքում չի ստացվում, ուրեմն դա միգուցե եկեք համարենք, որ Աստծո կամքը չէր։ Մենք հայր մեր աղոթքը անում ենք, հռչակում ենք Տիրոջ կամքը, բայց հետո մեկ էլ գալիս է, որ մեր գաղափարներով, որ ուշացել է մեր աղոթքի պատասխանը, մեր կամքն ենք առաջ տանում։ Վախի, Տեր, ինչու չեղավ։ Մոռանում ենք, որ մենք հռչակել ենք Տիրոջ կամքը։ Մեր հռչակումից հետո մեր կամքն ենք ուզում առաջ տանենք։ Այդպես չի լինում։ Եթե մենք հռչակում ենք Տիրոջ կամքը, պետք է մնանք մեր հռչակումների մեջ հավատարիմ, որովհետև Տիրոջ կամքը բարին է, հաճելին ու կատարյալ է։ Շատ ժամանակ մեր ուզածները կարող են մեզ վնասել, բայց մենք չհասկանանք, որովհետև մենք մարդ ենք ու մենք կարող ենք չունենալ այն մտքի թռիչքը, այն հեռավորությունը, այն երկայնամտությունը ու խորագիտությունը տվյալ պահին, որը որ ունի մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Ամեն։ Դրա համար պետք է ամեն ժամանակ մենք զորանանք Սուրբ Հոգով, լցվենք Սուրբ Հոգով, երբեք ու երբեք չհամարեք, որ դե ես արդեն ստացել եմ Սուրբ Հոգին, աղոթում եմ լեզուներով, всё, հերիք է ինձ։ Չէ, երբեք հերիք չի այս աշխարհում, սիրելի եկեղեցի, երբեք հերիք չի այս ժամանակավոր կյանքում լցվել Սուրբ Հոգով։ Միշտ ամեն վարքյան կա դրա կարիքը, ամեն ժամանակ ու ամեն տեղ։ Ամեն։ Դրա համար, սիրելի եկեղեցի, բաներ կա, որ մենք չենք ստանում, պատասխաններ կա, որ մենք չենք ստանում, ուրեմն այն օրը մեր տնային խմբակում էլ մի քիչ խոսացինք այս մասին, կուզեմ ձեր հետ էլ կիսվեմ, ուրեմն սիրելի եկեղեցի, կա ճանապարհ, որ պետք է անցնենք, կա ճանապարհ, որ պետք է ճեղքենք, բաներ կա, որ մեզանից պահանջում են զոհեր, բաներ կան, որ պահանջում է, որ մենք ճեղքենք, ամեն, դրա համար մենք չպետք է վախենանք ու չասենք մենք մեզանով կարանք, չվստահենք մեզ, Աստծո խոսքն ասում է անիծված է այն մարդը, ով մարդու վրա է հույսը դրել, ով մարդուն է հուսացած, մենք պետք է մեր հույսը դնենք մեր Աստծո վրա, սիրելի եկեղեցի, ու կստանանք մեր պատասխանները ճիշտ ժամանակին ու Աստծո կամքի մեջ, երբ որ ստանում ենք Աստծո կամքի մեջ, լինում ենք օրհնված, որովհետև Աստծո օրհնությունները, երբ որ գալիս են իր զավակի կյանք, դրանք ուղղակի չեն գալի մեր ուզածի չափով, դրանք գալիս են Աստծո կամքով, որն է ավելցուկովը։ Ամեն։ Փառք Տիրոջը իր ավելցուկով մշտական տալու համար։ Գիտեք, որ շատ վտանգավոր է նաև այն, որ
Կարանք խռովենք ինչ որ մեկից խռովությունը Աստծուց չի, դա էլ է սատանայից։ Խռովության թիկունքում կարա կանգնած լինի նաև գիտեք ինչ է, որ մենք զանց անենք մի հատ շատ կարևոր պատվիրան։ Գիտեք որ պատվիրանը, մի դատիր պատվիրանը։ Կարա գա այդ խռովությունը ու հետո մենք գնանք ու սկսենք ինքներս մեր մեջ մեզ դնել Աստծո տեղը։ Ինչ է նշանակում մեզ դնել Աստծո տեղը։ Այսինքն դատել մարդու արարքները։ Մենք մաքսիմում կարանք ուղակի նստենք քննարկենք եղբայրներով կամ քույր եղբայրներով կամ եկեղեցիով, եթե կա ինչ-որ խնդիր մեր քույրերից մեկի կամ եղբայրներից մեկի կյանքում, մենք ուղակի ցավալով կարող ենք նստել քննարկել, թե այդ հարցը ոնց լուծենք, թե ոնց օգնենք այդ մարդուն, որպեսզի նորից ոտքի կանգնի, հա? Մենք մաքսիմում կարանք դա անել, սիրելի եկեղեցի։ Մենք չունենք դրա իրավունքը, որպեսզի նստենք ինչ-որ մեկին քննադատենք կամ դատենք, դա նվաստացում է այդ մարդուն ու զանցա պատվիրանը ու մեզ դնում ենք ամենակարողի տեղը, որի իրավունքը մենք չունենք։ Ոչ մի արարած այս աշխարհի վրա, աշխարհի սկզբանե ի վեր միջև այսօր չի ունեցել դրա իրավունքը ու չի ունենա, միայն մեր Տերը ունի դրա իրավունքը, որ դատի։ Ամեն մարդու մենք լավ գիտենք, որ Տերը դատելու է իր գործի համեմատ։ Սիրելի եկեղեցի, դրա համար շատ ուշադիր լինենք, որ երբ որ գալիս է դատապարտության հոգին, մենք վռնդենք մեր միջից։ Ամեն, պետք է շուտ հասկանանք, որ դա սատանայից է։ Ես կուզեմ մի քիչ խոսեմ ծառայողի ու չծառայողի մասին, սիրելի եկեղեցի։ Աստծո խոսքը շատ է խոսում դրա մասին։ Մաղաքիա 3:13-ից կուզեմ կարդալ։ Ձեր խոսքերն իմ դեմ ծանր են ինձ համար, ասում է Տերը, բայց դուք ասում եք, մենք ինչ ենք խոսում քո դեմ։ Դուք ասում եք, զուր է Աստծուն ծառայելը, եւ ինչ օգուտ, որ մենք պահել ենք նրա հրամանները եւ սուքով քայլեցինք զորքերի տիրոջ պատճառով եւ հիմա մենք երանի ենք ասում գոռոզներին եւ բարգավաճում են անօրենություն անողները։ Միջև անգամ Աստծուն են փորձում եւ ազատվում։ Այն ժամանակ իրար հետ խոսեցին Տիրոջից վախեցողները։ Տերն ականջ դրեց ու լսեց, եւ նրա առջև հիշատակի գիրք գրվեց Տիրոջից վախեցողների համար եւ նրա անվան մասին մտածողների համար, եւ նրանք իմը կլինեն, ասում է զորքերի Տերը։ Այսի թողենք հետո 17 խոսքը եւ ես կուզեմ մի հատ գանք այստեղ, սիրելի եկեղեցի, որ ասում է. Եվ հիմա մենք երանի ենք ասում գոռոզներին եւ բարգավաճում են անօրենություն անողները միջև անգամ Աստծուն են փորձում եւ ազատվում։ Սա գիտեք ինչ է նշանակում, իմ կյանքում հանդիպել են այդպիսի մարդիկ, դե ասում են ինչ պարտադիր է մենք ծառայենք, ինչ կարևոր է որ ծառայենք, ինչ կարևոր է որ գանք եկեղեցի։ Ես ու իմ Աստված, դա հանդիպել է ձեր հետ այդպիսի մարդ։ Շատ է հանդիպել ու դեռ հանդիպում են ու դեռ կհանդիպեն։ Դրա համար մենք նրա համար ենք դրված այս աշխարհի վրա, որպեսզի նմանատիպ մարդկանց ինչքան հնարավոր է սովորեցնենք, սիրելի եկեղեցի։ Եթե կան ձեր շրջապատում նմանատիպ մարդիկ, նրանց համար եւս մեր Տերը իր կյանքը զոհեց։ Ամեն։ Մենք էլ ժամանակին շատ նմանատիպ բաների մեջ էինք ու ինչ որ մեկի զոհի միջոցով մենք այսօր այստեղ ենք նրա խոսքի մեջ, նրա կամքի մեջ ենք։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք ուշադրություն դարձնենք այն մոլորված զավակների համար, որոնք այս աշխարհում են, սիրելի եկեղեցի։ Այսօր շատ խոսելու ենք այդ ամեն ինչի մասին, շատ հայտնություններ ենք ստանալու, շատ զորանալու ենք ու գնալու ենք նորից այստեղից դուրս աշխարհ եւ Տիրոջ խոսքը տարածելու ենք մեր շուրջը։ Մենք այսօր շփվում ենք, աշխատում ենք տարբեր բնագավառի մարդկանց հետ ենք շփվում, բոլորը ունեն Աստծո խոսքի կարիքը, սիրելի եկեղեցի։ Տվեք Աստծո խոսքը, որովհետև այս աշխարհը ծարավ է Աստծո խոսքին։ Եղեք այս աշխարհում լույս եւ աղ, սիրելի եկեղեցի, բոլորի համար։ Այդպիսի մարդկանց չպետք է, երբ որ հանդիպում են այդպիսի մարդիկ, չպետք է մենք վերևից նայենք
ու գոռոզություն ու հպարտություն բերենք մեր կյանքում։ Պետք է հիշենք, որ հպարտությունից հետո միանգամից գալիս է մարդուս անկումը։ Մենք դա շատ լավ գիտենք Աստծո խոսքից, առաջինը ով հպարտացավ ու այսօր վերջինն է։ Դրա համար չպետք է հպարտանանք, այլ ընդհակառակը խոնարհվենք, եթե պետք է մեր դիմացինի մակարդակին իջնել, պետք է իջնենք, որպեսզի նրան բարձրացնենք։ Ամեն։ Միջև չիջնենք, չենք բարձրացնի։ Մեր Տեր Հիսուսը նույնը արեց։ Առաջինը ամեն բանով օրինակ եղավ, մարդացավ, ապրեց մարդկային կյանքով, որպեսզի մեզ օրինակ լինի, թե ինչպես կարելի է ապրել սուրբ ու կատարյալ իր նման, հա։ Մեր Տեր Հիսուսը իջավ, իր թագավորությունը, աստվածությունը թողեց, իջավ, մարդացավ, մեզանից ցած իջավ, որպեսզի ինչ անի, որպեսզի մեզ բարձրացնի։ Իսկ սատանան, սիրելի եկեղեցի, գիտեք ինչ անում։ Ճիշտ հակառակը, սիրուն բաները ցույց տալի են բարձրներում, գունավոր, sense հաճելի, մարմնի ցանկություններին հաճելի, հա, բարձրացնում այն ամենավերևը, հավես, կարող է ֆինանսական ճեղքումներ բերի անօրեն ճանապարհներով եւ այլ ցույց տա գունազարդ պատկերներ եւ այլ, հնարավորության դռներ ցույց տա խաբեբաձևերով, իսկ մենք սխալվենք, որ դա սատանայից է, հասկանանք, թե Աստծուց է, որովհետեւ այս կյանքում, եթե մենք չունենանք զանազանության հոգին, շատ հնարավոր է այդպիսի նուրբ պահերին մենք շփոթվենք, իմանանք Աստծուց է, չիմանանք, որ սատանայից է, դրա համար պետք է զգուշ լինենք։ Ու բարձրացնում է սատանան, գիտեք ինչի համար է այդքան շատ բարձրացնում, որ ընկնենք ավելի ցավոտ լինի։ Եթե ստեղից ընկնենք ու վերևից ընկնենք, նույն ցավը չի լինի, չէ՞, ու նույն վնասը չի լինի, ու նույն վտանգը չի սպասվում մեզ։ Դրա համար պետք է շատ զգուշ լինենք, այդպիսի մարդկանց վերևից չնայենք, այլ իջնենք եւ սովորեցնենք նրանց, սիրելի եկեղեցի։ Եվ հետո, դրանից հետո, Տերը գիտեք ինչ ասում։ Ասում է, եւ նրանք իմը կլինեն, ասում է զորքերի Տերը, այն օրում, երբ ես կպատրաստեմ իմ իսկ սեփականությունը։ Ով է ուզում Աստծո սեփականությունը լինի։ Մենք կանք Աստծո սեփականությունը, սիրելի եկեղեցի, կանք, եկեք պահենք այդ սեփականությունը, ամեն, եկեք մնանք նրա զավակներ, ամեն, եկեք հետ չդառնանք այն ուղուց, այն ճանապարհից, որ արդեն բռնել ենք, որովհետև մենք ճշմարիտ ճանապարհի վրա ենք, ճշմարիտ լույսի մեջ ենք, ճշմարիտն է մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Ասում է, ես կխնայեմ նրանց, ինչից կխնայի, այն գալիք անօրեն բաներից, գալիք վտանգներից, ասում է, ես կխնայեմ նրանց, ինչպես մարդ իր որդուն է խնայում։ Այսօր ոնց ենք, չէ՞, մեր երեխեքի վրա դողում, են ծնված օրվանից, վայ չվազի, վայ չընկնի, վայ էսի չտանի բերանը, վայ այնի մի տվեք ձեռքը, վայ չմցնի աշկը, եւ այլ շատ այտենց վայեր, հա, մեր կյանքում, շատ այտենց վախեր, շատ այտենց դողալ մեր երեխեքի վրա։ Պատկերացնում եք, որ մենք մարդ ենք, այտենց դողում ենք ու այտենց սիրում ենք մեր երեխեքին, բա Աստված, մեր արարիչը ոնց է դողում մեր վրա, երբ որ մենք ուզում ենք մի հատ սխալ բան անել։ Ասում է կխնայեմ նրանց, ինչպես մարդը իր որդուն է խնայում, որ ծառայում է իրեն։ Առավել եւս, սիրելի եկեղեցի, երբ որ մենք ծառայում ենք մեր Տեր Աստծուն, առավել եւս մեր Տերը պատկերացնում եք ոնց է խնայելու մեզ, երբ որ գան այն վտանգները, որ պետքա գան ու դիպչեն մեզ, ոնց է մեր Տերը մեզ խնայելու, որովհետև մենք նրան ենք ծառայում, ամենակարողին ենք ծառայում, սիրելի եկեղեցի, փառք Հիսուսին, փառք Տիրոջը։ Այսօր այս աշխարհի վրա, գիտեք ինչ, շատ է հանդիպել, որ ես իմ կյանքում եղել է, որ մեծ բրիգադների մեջ եմ աշխատել Ռուսաստանում 120-150 հոգանոց, Հայաստանում մի 300 հոգանոց բրիգադի մեջ եմ աշխատել, հա, աշխատում ենք։ Ինչ որ մեկի լծի տակ աշխատում ենք, հա։ Իրականությունն է սա։ Որպես կարելի ասել ծառաներ ենք մենք այդ աշխատանքի մեջ, հա։ Դրա մասին էլ Աստծո խոսքը շատ խոսում, շատ նուրբ խոսում, ասում է, որ երբ որ քո ղեկավարը այդտեղ չի լինում, դու պետք է ավելի
խղճով աշխատես, քան որ նա այդտեղ է, հա։ Ինչքան ավելի շատ մեր Տերն է ցանկանում, երբ որ մենք մարդկանց առաջին չենք ծառայում նրան, այլ մեր ծածուկում ենք ծառայում նրան, սիրելի եկեղեցի։ Գիտեք, որ եկեղեցում կան ծառայություններ, որ ծածուկ են, որ սենց երևացող չեն, հա։ Օրինակ ոնց որ փառաբանության թիմը, օրինակ ոնց որ այստեղ կանգնելու պատասխանատվություն, այն երևացող ծառայությունների նման չեն։ Կան ծածուկ ծառայություններ, որոնք որ ավելի նաև նրանք էլ շատ կարևոր են, ինչպես որ մնացած ծառայությունները։ Մարմնի բոլոր անդամները կարևոր են, սիրելի եկեղեցի։ Մեկս աչք, մեկս ունք, մեկս ականջ, մեկս բերան, ամեն մեկս մեկից լրացնում ենք։ Եվ այս ընդհանուր ամենը կոչվում է մարմին, Քրիստոսի մարմին, որ իր եկեղեցին է ներկայացնում։ Մենք այսօր գիտենք, որ Քրիստոսի կենդանի մարմինն ենք այս անօրեն աշխարհի մեջ։ Չեմ վախեն այդ բառը ասեմ, որովհետև այդպես է։ Մաղաքիա 3:18-ը ասում է դուք ետ կդառնաք եւ կզատորոշեք արդարին եւ ամբարիշտին, Աստծուն ծառայողին եւ չծառայողին։ Ասում է դուք կտեսնեք, կզատորոշեք, կտարբերեք, այսինքն, թե որն է ծառայողի ու չծառայողի տարբերությունը։ Ես չեմ ասում, սիրելի եկեղեցի, չմտածեք ուրիշ բաներ, ով որ ծառայող չի, վերջ, վայ, գիտեք ինչ, գնաց վարվավ դժոխքի կրակների մեջ։ Չէ, քավլիցի, սիրելի եկեղեցի։ Ուղղակի ես կոչ եմ անում ձեզ, եթե դու ծառայող չես, ման արի, փնտրի, գտի եկեղեցում կան շատ ծառայողներ, որ ունեն ծառայություններ, որ ունեն քո կարիքը, աղոթի Աստծուն, ասա Տեր, ունեցի այդ սրտի դիրքը, այդ փափագը, հա Աստծուն ծառայելու, ասա Տեր, ես էլ եմ ուզում Աստծուն ծառայեմ։ Մի օր ծառայություններից մեկի վերջում մեր հովներից, եթե չեմ սխալվում, Վահե Սիմոնյանն էր հովի այս քարոզում, այն մյուս զալում էինք, ծառայողների համար աղոթեց, մեր եղբայրներից մեկը սենց այնպես փափագով եկավ ինձի մոտեցավ ու ուզում էր գնալ առաջ, ասեցի ինչ ա եղել ախպերս, ասեց որ ծառայողների համար աղոթեց, Աստված այնպես կպավ ինձ, ուզում եմ ես էլ ինչ-որ մի ծառայություն անեմ Աստծո տան համար, կլինի այդ համասեմ իմ համար էլ աղոթի, էլի, ասի ոչ չի լինի, Աստված օրհնի քո որոշումը, արի գնացինք ու աղոթեցինք, սիրելի եկեղեցի։ Դրա համար այդպես փափագեք, փնտրեք, գտեք եկեղեցու մեջ մի հատ ծառայություն։ Կան ծառայություններ, որոնք որ ձեզ են սպասում։ Մի ասա, այսի իմը չի, Արմանը կեթական էլի։ Արմանը էլի կանի։ Անում եմ, ինչքան հասցնում եմ անում եմ։ Ես եմ անում եմ, հա։ Եկեք մի քիչ թեթևացնենք մեկս մյուսի ծառայությունը գոնե, հա։ Չէ, էսի մի քիչ կատակ։ Սա մենք չենք անում մարդկանց համար, սիրելի եկեղեցի, սա մենք անում ենք առաջինը մեր համար, հետո Աստծո համար ու նրա անունի համար, որպեսզի ոչ թե փառավորվենք մենք, այլ նա, որ երկնքումն է։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Ու գիտեք ինչ, սիրելի եկեղեցի, երբեք չսպասեք, երբ որ դուք ծառայում եք, երբեք չսպասեք, որ եկեղեցու հովից կամ ինչ-որ մարդուց ինչ-որ վարձ կստանաք, հա։ Դա շատ կարևոր բան է։ Ես այն առաջի օրվանից, որ սկսել եմ ծառայել եկեղեցում, իմ սեփական որոշումով, իմ փափագով, ես սպասել եմ իմ վարձքը երկնքից, որովհետև մենակ նա կարող է ճշմարիտ վարձք տալ մեզ։ Ամեն։ Չպետք է մոռանանք, որ մարդը չի մեզ վարձատրողը։ Պետք է միշտ հիշենք, որ մեզ վարձատրողը մեր Տերն է։ Մեր Տերն է, որ իր գահին նստած է անսասան։ Փառք նրան։ Փառք Հիսուսին։ Ես կուզեմ, որ այսօր այս խոսքը, սիրելի եկեղեցի, մխրճվի ձեր սրտերի մեջ, որ այսօր գնաք տուն ու մտածեք դրա մասին։ Խնդրում եմ, որ մատների արանքով չնայեք։ Եթե մատների արանքով նայեք այսօրվա խոսքը, կգա, սենց կանցնի, ուղղակի քամու նման ձեր կողքով։ Բայց երբ որ ուշադրությամբ ու խորագիտությամբ ու փափագով մոտենանք այս լսածին, այս կոչին, սիրելի եկեղեցի, այս կոչը մեծ ճեղքում ու հաջողություններ կբերի մեր կյանքում։
տարբեր ուղիներով։ Այսքանը ծառայության մասին, չնայած որ շատ բան ունեմ ասելու, բայց ելի շատ բաների մասին կա խոսելու, որպեսզի հասցնենք սիրելի եկեղեցի։ Կուզեմ մի քիչ խոսեմ աշխարհի ու նրա ցանկությունների մասին, նրա կերպարանքի մասին ու հետո ապաշխարության մասին։ Մենք այսօր գիտենք աշխարհի ցանկությունները, հա, այն շատ բաներ կա, աշխարհի ցանկությունները, գայթակղությունները, այդ ամենը հոգու համար չի, այդ ամենը մարմնի համար է։ Այդ բոլոր ցանկությունները, այդ բոլոր գայթակղությունները մարմնի համար է, սիրելի եկեղեցի։ Բաներ կա մեր կյանքում, սիրելի եկեղեցի, որ մենք պետքա շատ ուշադիր լինենք, որպեսզի այս աշխարհը, կհիշեք անցած ծառայությանը մի քիչ մեր Գայանն էլ խոսած նմանատիպ բաների մասին, հոգևոր արժեքների մասին, հա, մարմնավոր արժեքների մասին, այս աշխարհի արժեքների ու հոգևոր աշխարհի արժեքների մասին։ Ես կուզեմ սիրելի եկեղեցի, որպեսզի մենք չարժեքավորենք ժամանակավոր բաները մեր կյանքում, այլ արժեքավորենք հավիտենականը։ Մենք այսօր շատ ժամանակ կարող ենք հատկացնել մեր մարմնի խնամքին, որ ունի դրա կարիքը, մեր ուտելիքը, մեր խմելիքը տեղը լինի, մեր հագուստը տեղը լինի, մեր, չգիտեմ, հարդարանքը տեղը լինի եւ այլ, այս ամենը նորմալ է, այս ամենը լավ է, վատ չի, որ մենք հետևում ենք այդ ամենին, սիրելի եկեղեցի, ուղղակի վատը նա է, երբ որ մեր շատ ժամանակը տալիս ենք այդ ժամանակավոր բաներին, բայց հոգևոր բաների մասին մոռանում ենք, որը որ մնայունն է, որը որ հավիտենականն է, սիրելի եկեղեցի։ Ես դրա մասին եմ ուզում խոսամ։ Լավ է, որ մենք մեզ խնայում ենք, դա նորմալ է, մեր Աստծու աչքերին էլ է հաճելի, մենք մեր դիմացինին էլ պետք է հաճելի լինենք, հա, մեր տեսքով, մեր հագու կապով, չգիտեմ, մեր արտաքինով եւ այլ, սիրելի եկեղեցի, մեր Տերն էլ է ուզում, որ մենք լինենք գեղեցիկ, մեր Տերն էլ է ուզում, որ մենք լինենք խնամված, մեր Տերն էլ է ուզում, որ մենք ունենանք լավ տուն, ունենանք լավ ապրուստ, լավ մեքենա, համով բաներ ուտենք, բայց մեր Տերը չի ուզում, որ այդ ամեն ինչը մեր համար դառնա կուրք, սիրելի եկեղեցի։ Կհիշեք մեր Հովիվ Արսենես վերջում, որ քարոզի ժամանակ խոսում էր կուրքերի մասին, որ շեշտեց, մեր կյանքում կարան կուրքեր լինեն, որ մենք չհասկանանք, որ դրանք կուրք են արդեն մեր կյանքում։ Այսինքն ոնց, այնպես որ եթե շատ ժամանակը մենք հատկացնում ենք ինչ որ մի բանի վրա ու մոռանում ենք Աստվածայինը, արդեն մեր համար էդի կուրք է, պետքա զգուշ լինենք, ամեն բան չափի մեջ է գեղեցիկ, հա։ Ամեն բան, երբ որ մենք չափի մեջ անենք, կլինի թե կարգ ու կանոնի մեջ եւ թե Աստծո կամքի մեջ, սիրելի եկեղեցի։ Հետևենք Աստծո կամքին, բարուն, հաճելին եւ կատարյալին։ Տիտոս 2:11-ից Տիտոս 2:11 Աստծո փրկարար շնորհը հայտնվեց բոլոր մարդկանց, այն մեզ խրատում է։ Փառք Տիրոջը։ Նրա շնորհը մեզ խրատում է, սիրելի եկեղեցի։ Որ մերժենք ամբարշտությունն ու աշխարհիկ ցանկությունները։ Նրա շնորհը ինչի համար է, ասում է, որ մերժենք ամբարշտությունն ու աշխարհիկ ցանկությունները եւ խոհեմությամբ, արդարությամբ ու աստվածապաշտությամբ ապրենք այս աշխարհում, սпасելով այն երանելի հույսին եւ մեծ Աստծո ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը։ Երբ որ մենք կարևորում ենք ամենակարևորը, երբ որ մենք արժեքավորում ենք առաջինը, առաջնահերթը դնում ենք հավիտենականը, մեր հոգին, մեր հոգու խնամքի վրա, այդ ժամանակ ինչ է ասում մեր Տերը, ասում է, մեծ Աստծո ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությունը, այդ ամենը գալիս է մեր կյանքում, սիրելի եկեղեցի, այն երանելի հույսը գալիս է մեր կյանքերի մեջ, սիրելի եկեղեցի, կհիշեք, որ ասում է անհույս հույսով հավատաց, ինչ է կոչվում անհույս հույսով հավատաց, լավ բացատրեց, ես մեծ հայտնություն ստացա այդ օրը, երբ որ այս աշխարհը ուրիշ բաներ է ցույց տալիս մեզ, ուրիշ բաներ է թելադրում մեզ, ամեն կողմից հույս չկա, մարդկային աչքերով հույս չկա, բժշկական
տերմիններով դիագնոզ, հա, դիագնոզներով հույս չկա, բայց մենք այդ անհույս հույսի մեջ ունենք հույսի աղբյուր, որը որ մեր Տերն է, ասում ենք այս ամենին մենք չենք համաձայնվում ու չենք դարձնում մերը, չենք սեփականաշնորհում, որովհետև մենք ունենք արդեն սեփականություն, երկինքն է մեր սեփականությունը, մեր հայրն է մեր սեփականությունը, մեր ամենակարող Տերը, մեր առաջին ու վերջին հույսը, ոչ թե վերջին հույսը, սիրելի եկեղեցի, այն որ արդեն էլ ճար չկա, բոլոր դիագնոզները եկան, արդեն ամենտեղ դիմեցինք եւ այլ, ամեն տեղից պատասխանները ստացանք բացասական, ընկանք, տկարացանք, հոպ, հիշեցինք, որ Տեր կա, կարելի է դիմել մեկը, ու մոտ որ խնդիր չկա մեր հարցերին պատասխանելու, մեր կարիքները հոգալու, պետք չի, որ այդ ժամանակ նոր հիշենք, պետք է, որ անհույս հույսով միշտ հավատանք, ամեն, փառք ամենակարողին, սիրելի եկեղեցի, կներեք, Ղուկաս 15:3 Եվ նա այս առակն ասաց, այստեղ որ խոսում է առակներով, եւ նա այս առակն ասաց նրանց. ձեզանից ով 100 ոչխար ունենա եւ եթե դրանից մեկը կորսնի 99 անապատում չի թողնի եւ կորածի ետևից չի գնա միջև որ այն գտնի եւ երբ գտնի ուրախացած նրան իր ուսերին կդնի եւ տուն գալով բարեկամներին ու հարևաններին կկանչի ու նրանց կասի ինձ հետ ուրախացեք որովհետեւ իմ կորած ոչխարը գտա ասում եմ ձեզ որ այդպես էլ երկնքում ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որ ապաշխարի, քան 99 արդարների համար, կանք ստեղ 99, քան 99 արդարների համար, որոնք ապաշխարության կարիք չունեն։ Սիրելի եկեղեցի, ես այնքան ուրախ կլինեմ, որ մեր եկեղեցու ամեն մտնող ու դուրս եկողը ապաշխարության կարիք չունենա։ Ամեն։ Բայց մենք գիտենք, որ այս աշխարհում դա անհնարին է, հա։ Այս վերջում մեր շատ սիրելի Վահե Սիմոնյանը ծառայում էր Հայաստանի եկեղեցում, այնպես լավ ծառայություն էր, այնպես լավ խոսք էր, եթե չեք լսեք, գնացեք լսեք, անկատար եկեղեցու մասին էր խոսում։ Այսօր այս աշխարհի վրա չկա անկատար եկեղեցի, այսինքն կատարյալ եկեղեցի չկա, հա։ Ինչի համար։ Ասում եմ, քանի որ ես այստեղ եմ, այս եկեղեցում եմ, ես կատարյալ չեմ, իմ պատճառով իմ եկեղեցին կատարյալ չի։ Բայց մենք հնարավորություն ունենք կատարյալ դառնալու։ Աստծո խոսքն է մեզ ասում, մեր Տերն է ասում։ Ասում է, որ դուք հնարավորություն ունեք, ասում է, դարձեք կատարյալ իմ նման։ Սիրելի եկեղեցի, կարևոր չի, որ մենք այսօր կատարյալ չենք։ Կարևորը նա է, որ մենք կատարելության ճանապարհի մեջ ենք։ Մեր եկեղեցու նշանաբանը արդար ավելի արդարանա, սուրբը ավելի սրբվի, հա։ Գնում ենք արդարությունից արդարություն, սրբությունից սրբություն, կատարելությունից կատարելություն, միջև որ թագն ու պսակը ստանանք, որը որ պատրաստել է մեր Տերը։ Հետո նայեք այս կորած գառնուկի օրինակը, սիրելի եկեղեցի, մենք բոլորս էլ կորած գառնուկներ էինք, չէ։ Պատկերացնում եք ամեն մեկիս համար երկինքը ոնց է ցնծած է։ Դրա համար մի քիչ առաջ որ խոսացի այն մարդիկ, մեր քույրերը, մեր եղբայրները աշխարհում, որ սխալ անորեն ճանապարհների մեջ են, խոսեք նրանց հետ, շատ կարևոր է։ Խոսեք, թող ձեր պատճառով այդ մարդը փրկվի ու ցնծություն բերեք երկնքում։ Թող հրեշտակները պար բռնեն, թող հրեշտակները ցնծան երկնքում։ Թող մեր անունը, թող ձեր անունը գրվի կյանքի գրքում։ Թող մեր Աստված, երբ որ գնանք, չգիտենք մեզ ով է դիմավորելու, Պողոս առաքյալը, թե անձամբ մեր Տերը Հիսուսը, երբ որ գան, այն կյանքի գիրքը բացեն մեր առաջ, չլինի այնպես, որ Տերը ասի, քեզ չեմ ճանաչում, ով անօրենություն գործող մարդ։ Ուղղակի գետ մի վարքյան պատկերացրեք այդ պահը, ես սարսափում եմ ու վախենում եմ։ Դրա համար վախից պետք է ավելի ուժեղ ծառայեմ Աստծուն։ Ամեն։ Այն աստվածավախությունը, այն երկյուղը ամուր պահեք, սիրելի եկեղեցի։ Հետո տուն գալով ասում է բարեկամներին ու հարևաններին կկանչի ու նրանց կասի. ինձ հետ ուրախացեք, որովհետև իմ կորած ոչխարը գտա։ Ասում եմ ձեզ, որ այդպես էլ երկնքում ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որ ապաշխարի, քան 99 արդարների համար, որոնք ապաշխարության կարիք չունեն։
Հալելույա, փառք Հիսուսին։ Մարկոս 2:17 Երբ Հիսուսը լսեց նրանց, ասաց. առողջներին բժիշկ պետք չէ։ Այսօր շատ մարդիկ սիրելի եկեղեցի։ Գիտեք ինչ, ես հետները խոսում եմ, ասում եմ, ինչի՞ չեք գալիս եկեղեցի։ Դե ասում եմ, այս ինչ բանն եմ անում, այս ինչ բանը ամաչում եմ գամ, այս ինչ բանը կթողեմ, նոր կգամ։ Հնարավոր է աշխարհում թողել վատ բանը նոր գալ։ Այ մարդ կա տարիներով եկեղեցի է հաճախում, էլ աշխարհի բոլոր տեսակի հովիվների քարոզներն է, քարոզիչներին է լսում, էլ մարգարեություններ, էլ չգիտեմ ինչ-ինչեր, ամեն ինչ լսում է ու էլի բաներ կա, որ չի թողում իր կյանքում։ Բայց կարևոր այդ մարդը որոշում ունի եկեղեցի գալու ու թողելու։ Մենք Աստծո տուն գալով ենք փոխվում, Աստծո խոսքը լսելով ենք փոխվում։ Մեր հավատքը դրանով է զորանում։ Ասում է հավատքը գալիս է լսելուց, լսելն էլ Աստծո խոսքից։ Եթե մենք չգանք, չլսենք, չմասնակցենք, սուրբ շփում չունենանք, վերևից այն սուրբ խոսքը, որ պատրաստվում է ամեն անգամ մեզ համար, եթե չգանք, այն հանապազորյա հացը չուտենք, մենք ինչպես պիտի կշտանանք։ Մենք այս աշխարհում չենք կարող կշտանանք, այս աշխարհում շատ մեր մարմինը կշտանա, որը որ մենք գիտենք ուր է տանում։ Մարմնի կշտությունը, սիրելի եկեղեցի։ Դրա համար ասում է, այլ հիվանդների համար ես եկա։ Ես եկել եմ ոչ թե արդարներին, այլ մեղավորներին ապաշխարության կոչելու։ Եկեղեցին վայր է, եկեղեցին հոգևոր հիվանդանոց է։ Սիրելի եկեղեցի, երբ որ մենք մարմնի հետ խնդիր ենք ունենում, ուր ենք գնում։ Շտապում ենք մարմնավոր հիվանդանոց, չէ՞։ Մարդիկ կան չնայած իրենց հավատքը այնքան է հերիքում, որ բժիշկի չի գնում, մի անգամից գալիս է եկեղեցի, ասում է, մի հատ գնամ իմ համար աղոթեն կբժշկվեմ։ Իր հավատքով կարա ինքը վերցնի իր բժշկությունը։ Աստծո համար խնդիր չկա։ Բայց չէ՞ որ բժշկությունը Աստծուց է։ Մենք պետքա խորագետ լինենք, երկայնամիտ լինենք։ Մեր Աստված ասում է՝ մի փորձիր քո Տեր Աստծուն։ Մենք չպետք է մեր ձեռքերը ծալած, ոտքերը ծալած նստենք տուն, ինչ որ մի հատ խնդիր կա առողջության հետ կապված, ասենք դե Տերը կբժշկի։ Դա կարա շատ նման լինի հիմար մարդու, սիրելի եկեղեցի, շատ հաճախ։ Դրա համար մենք պետքա զգոն լինենք, մենք պետքա տարբերենք, որը որից հետո պետք է անենք։ Չպետք է փորձենք մեր Տեր Աստծուն այն ժամանակ, երբ որ պետք չի։ Եթե գիտենք Աստծո խոսքի մեջ մի տեղ կա, որ իրավունք ունենք փորձելու Աստծուն, հա? Դասանորդի մեջ, հա? Մաղաքիայի գիրքը չմոռանաք։ Դրա համար սիրելի եկեղեցի, բժիշկներն էլ են ասում, որ մենք Աստծուց ենք դրված։ Աստվածաշնչում էլ է գրված, որ բժշկությունը Աստծուց է։ Դրա համար երբ որ գնում եք բժշկի, օրհնեք այդ բժիշկներին, օրհնեք նրանց ձեռքի աշխատանքը, նրանց մտքի թռիչքը, որպեսզի ճիշտ բուժումներ տան ձեզ։ Աղոթեք նրանց համար, դա էլ է շատ կարևոր։ Բայց եկեղեցի գալու համար երբեք չմտածեք, որ այսինչ բանը թողեմ նոր գամ եկեղեցի։ Սովորացրեք այն մարդկանց, ովքեր նման խնդիր ունեն մտածելու հետ կապված։ Շատ կարևոր է։ Արդ հիշիր, թե ինչպես խոսքն ընդունեցիր ու լսեցիր։ Սա ես նմանեցնում եմ առաջի անգամ, երբ որ մենք խոսքը լսեցինք, երբ որ առաջի անգամ մենք սրտանց ընդունեցինք։ Այս պահը ես նմանացնում եմ դրան։ Եվ պահիր այն ու ապաշխարիր։ Իսկ եթե արթուն չլինես, ես ինչպես գող կգամ եւ չես էլ իմանա, թե որ ժամին կգամ քեզ մոտ։ Դրա համար երբ որ մենք Աստծո խոսքը ստանում ենք, Աստծո խոսքը լսում ենք, այդ խոսքը, ասում եմ, մի եղեք միայն խոսքը լսողներ, եղեք դրանք պահողներ։ Եթե մենք լինենք միայն խոսքը լսողներ, մենք ուղղակի կլինենք շատ կոպիտ է հնչում, բայց շատ տեղին առարկայի նման, հա? Բայց մեր Աստված մեզ ստեղծեց, ասում է, իր տեսքով, իր նմանությամբ, իր սուրբ գերազանց հոգին դրեց մեր մեջ, որպեսզի ոչ թե մենք տրվենք նմանատիպ բաներին, սիրելի եկեղեցի, այլ տրվենք նրան լիովին։ Որպեսզի մենք չլինենք այնպիսին, որ գա խոսքը ուղղակի լինենք լսող, այլ լինենք նրան պահողներ, որպեսզի շինություն գա մեր կյանքերի մեջ։
Ամեն, որպեսզի չլինի, որ Աստված իզուր է գործ անում մեր կյանքում։ Թե չէ որ Տերը եկավ, որ մենք պատրաստ չեղանք, Աստծո խոսքն ասում է շատ ծեծ կուտեք։ Հայտնություն 3:6 Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին։ Սիրելի եկեղեցի,